Ինձ թվում է, որ մարդը որպես ինչ-որ գոյության պայքարի մեջ գտնվող ինչ-որ մի բան, միշտ ինքը հակված է խնդիրներ տեսնել իր մեջ, որոնք որ խանգարում են ավելի բարելավել իր կյանքը ընդհանուր առմամբ, ու դրա համար ինձ թվում է մարդ հակված է իր մեջ մինուսները տեսնել ու միաժամանակ պլյուսներ տեսնել ուրիշների մեջ, այն որակների մեջ, որոնք որ իր մոտ բացակայում են կամ այդքան զարգացած չեն, բայց իրականում լրիվ նույն ձև այդ մյուս հակառակ կողմ գտնվող մարդը, ում մեջ որ այն առաջինը տեսնում է ինչ-որ պլյուսներ, հնարավոր է այդ երկրորդն առաջինի մեջ է տեսնում պլյուսներ ու իր մեջ տեսնում է ինչ-որ բաներ, որոնք բացակայում են։ Ոնց որ միտքս այն է, որ մենք միշտ ոնց որ հակված լինենք թերագնահատելու այն ինչ որ մենք կանք ու դրա առավելությունները չընկալենք որպես առավելություն, այլ պրոստը ինչ որ նորմա, բայց ոչ թե որ տիպը նորմալ է, որ ես սենց եմ, այն մյուսներն հենց է, այլ ոնց որ նենց ընկալենք, որ այն ինչը որ մեր մեջ մեզ դրական է թվում, մեզ ոնց որ թվա, որ էդի կա բոլորի մեջ։ Իսկ այն ինչ որ դրական է ուրիշի մեջ, բայց քո մեջ չկա, այդ մենակ քո մեջ չկա։ Ոչ թե մենակ քո մեջ, այլ նկատի ունեմ, որ քո դրական կողմերը էդի համարում ես նորմա բոլորի համար, իսկ քո բացասականները այդ արդեն խնդիր ես ընկալում, ոնց որ այն որակները, որոնք որ դու ունես, այդ ոնց որ միշտ ավելի շատ համարես ինչ որ քեզ միշտ համարես ինչ որ թույլ կողմ։ Օրինակ ենթադրենք մեկը տենց ավելի հավասարակշռված ինչ որ հանգիստ մարդ է, մյուսը ավելի ակտիվ, ինչ որ տարբեր հետաքրքրություններով շփվող եւ այլն։ Ու այդ առաջին մարդը դիմացինի որակները նայելուց դրա մեջ ինչ որ ավելի ուժ է տեսնում, որտեվ իր մոտ այդ բացակայում է, այդ ինչ որ ավելի ակտիվ լինել, որը ունի իր ինչ որ դրական բաները։ Ու այս առաջին մարդը այդ դրական բաները տեսնելով համարում է, որ երկրորդը ավելի ուժեղ է, որտեվ տիրապետում է այդ դրան։ Բայց միևնույն ժամանակ չի մտածում, որ այն որակները, որը ինքը ունի, օրինակ այդ հավասարակշռված լինել եւ այլն, այդ դրանք ունեն իրանց դրական ազդեցությունները քո կյանքի վրա, որոնք որ այն ակտիվ մարդու մոտ են միգուցե բացակայում, բայց դու դա չես ընկալում, որ որպես քո ինչ որ առավելություն։ Բայց ուզում եմ ասեմ, որ ինչ ձևի էլ որ դու լինես, ինչ որակներ որ ունենաս, այդ դրանք ունեն իրանց լավ ազդեցությունը քո կյանքի վրա։ Ու դրանք դժվար է նկատել, որտեղ դու ուղղակի քո կյանքն ես ապրում ու սովորես ինչ որ բաներ քո մոտ ստացվում է, ու դու դաժե այդ կապը չես ման գալիս, որ հասկանաս, որ միգուցե հենց այն ինչ որ դու ունես, դրա շնորհիվ է տես դասավորվել, որ ինչ որ բաներ քո մոտ լավ է ստացվում, հեշտ է ստացվում եւ այլն։ Իսկ այն ինչ որ քո մոտ չի ստացվում, այդ դրանց վրա ես դու ավելի շատ ֆիքսվում ու հասկանում ես, թե ինչն է քեզ պակասում։ Ու ես չեմ համարում, որ այդ վատ է գտնել ինչ որ խնդրի աղբյուրը, կամ քեզ ինչ որ անհանգստացնող բանի աղբյուրը ու փորձես դրան ինչ որ լուծում տաս։ Բայց միևնույն ժամանակ կարևոր է նաև չկորցնել այդ արդար դատողությունը, էլի, որտեղ քեզ բացառում ես այդ ամեն ինչի մեջ։ Ոնց որ այն ինչը որ քո մոտ լավ է քո կյանքում, դու ուտեղ քո ֆակտորը ոնց որ բացառես, ոնց որ ավելի շատ հակված լինես մտածել, որ դե տենց է ստացվել ուղղակի, որ ինչ որ բաներ լավ է։ Բայց երևի մարդ պետք է ինքը իրան կարողանա գնահատի, ու այդ вообще նրա մասին չի, որ այդքանով բավարարվի ու ձեռները ծալած նստի։ Այլ ուղղակի, որ կարողանաս գիտակցել, որ լյուբոյ ինչ որ բնավորության գիծ ինքը ոնց ունի բացասական կողմերը, նույն ձև ունի դրական կողմերը, որովհետև շատ հաճախ ոնց որ
ինչ-որ գնահատականներ տրվի էլի մարդկանց կողմից, որ նույն շատ են մարդիկ սիրում բաժանել ինչ-որ ինտրավերտ ու էքստրավերտի, ոնց որ ինտրավերտը իր մեջ շոտքի ավելի բացասական բանն է, էքստրավերտը ավելի դրական, բայց լյուբոյը ունի իր դրական ու բացասական կողմերը։ Ուղղակի ինձ թվում է, որ կան ինչ-որ ավելի վառ արտահայտված բաներ, նույն ասենք էքստրավերտը ավելի աչք ցակող երևույթ է, քան ինտրավերտը։ Ու երևի դրա համար է, որ այդ դրա մեջ ավելի ինչ-որ ուժ են տեսնում մարդիկ, իսկ մյուսի մեջ թուլություն, որտեվ էքստրավերտը ավելի մարդ է, ավելի սենց բաց է, ավելի ակտիվ է եւ այլն։ Բայց միևնույն ժամանակ շատ էքստրավերտ մարդիկ հենց իրանց բանից, իրանց կոմպլեքսներից ելնելով են տենց շատ ինչ-որ շփվող, ակտիվ, ամեն տեղ ինչ-որ փորձում են ներևան, թաթախվեն եւ այլն, իհարկե ոչ բոլոր դեպքերում, հաճախ նաեւ պրոստը բնականից տենց է մարդ, բայց շատ դեպքերում էլ օրինակի համար մարդ ունի կոմպլեքս, որ ինքը բավականաչափ հետաքրքիր մարդ չի, որ ուղղակի ինքը իր համար լրվի ու իրան նկատեն, ու ինքը սկսում է արդեն ջանք գործադրել, որ ամենտեղ ինքը լինի, որ մյուսների հետ բան լինի, նա одной волне լինի, բայց ինքը այդ անում է արհեստականորեն։ Բայց կողքից այդ կարա անցալվի որպես ավելի ինչ-որ ռիսկով լինել, ու դաժե երևի կա ինչ-որ չափով այդ, բայց ուզում եմ ասեմ, տենց միանշանակ ինքը մենակ դրականի վրա չի հիմնված, էլի շատ դեպքերում, բայց ընդհանուր ավելի հակվածություն կա դրան տալ հենց դրականի գնահատականը։ Ու նույնիսկ ավելի քիչ շփվող մարդը ինքը կարա օրինակ քիչ շփվի, որտեվ ամաչում է, կամ կարա քիչ շփվի, որտեվ իրան հետաքրքիր չի ինչ-որ շփում, ու ոնց որ խոսա մենակ այն վաղտ, երբ որ իրոք ասելու բան ունի, ոչ թե խոսա, որտեվ լռություն է ենթադրենք։ Այդ դրա մեջ կա ինչ-որ ինքնավստահություն դեռ, եթե մարդ խոսում է մենակ այն վաղտ, երբ որ ունի ասելիք, մնացած ժամանակ ինքը իրան վատ չի զգում լռելուց, որտեվ գիտի, որ իմաստը չկա ինչ-որ բան խոսալու։ Բայց մեկը նույն գնահատականն է դրան տրվելու մեծ հաշվով, ինչը որ ամաչող մարդու դեպքում։ Ու ամաչողին է տրվելու է բացասական ինչ-որ գնահատական, չնայած այդ նենց չի տենց միանշանակ ինչ-որ բացասական բան է, որտեվ հետը իր լիքը ինչ-որ հետևանքները ունի, ինչ-որ դեպքում հետևանքները ունի, այդ ամաչկոտն էլ իսկ ինչ-որ դեպքում դրական պատճառները ունի, թե ինչի այդ մարդը ամաչկոտ։ Իսկ այդ բաժանումները вообще ես չեմ սիրում, այդ ինտրավերտ, էքստրավերտ, չնայած մեկ-մեկ ինքս օգտագործում եմ այդ բառերը հակամայից, բայց ոնց որ մարդիկ սիրում են ինչ-որ ամեն ինչ բարձեցնելու համար տենց դնել կոնկրետ կատեգորիայի տակ, բայց ոնց որ ինձ օքեյ է այդ բառերը լսել այնքան ժամանակ, քանի դեռ այդ չի գալիս ինձ կպնում, որտեղ երբ որ ինձնից են հարցի պատասխան ուզում, թե ես ինչ ձև եմ, ես գիտեմ, որ ես դրանցից ոչ մեկի տակ տես չեմ մտնում կոնկրետ, ու ինձ դուր չի գալիս, որ ինձնից ակնկալվում է, որ ես ինձ մտցնեմ այդ կատեգորիաներից մեկի տակ։ Ոնց որ եթե ինչ ուրիշ մեկն է տենց անում, ինքը իրան համարում է սենց կամ նենց, ինձ մեկը։ Բայց երբ որ ինձ ուզում է սահմանների մեջ մտցնել, ինձ դուր չի գալիս, որտեվ ես մեծ հաշվով համարում եմ, որ ոչ մեկի չես կարող ինչ-որ կատեգորիայի մեջ 100%-ով տեղավորես, էլի։ Ոնց որ մարդը ինքը միլիոնավոր երանգներ ունի, իսկ դու ուզում ես ինչ-որ մի հատիկ գույնի տակ մտցնես։ Մյուս կողմից իհարկե խոսալը, ոնց որ խոսակցության միջոցով կոմունիկացվելը գլխավոր ու երևի ամենահեշտ միջոցներից է մարդկանց իրար հասկանալու, դրա համար այդտեղ էլ է պարզ, թե խեն մարդիկ հակված, անընդհատ այդ սահմանների մեջ դնելու սաղ հարցերը,
Բայց միևնույն ժամանակ այդ կարա տենց շատ հաճելի էլ չլինի։ Որտեղ մյուս կողմից ես ժողովում եմ, որ կարա ինչ-որ մեկին քիչ ես ճանաչում ու քեզ կարա հետաքրքիր լինի, թե ինքը առհասարակ ինչ ձևի է կյանքում, իրան ոնց է դրսևորում ու նման հարցերի միջոցով փորձես ինչ-որ պատկերացում կազմես, ինչը նույնպես իհարկե 100%-ով չես կարա հա կամ չէի միջոցով հասկանաս, բայց լավ ինչ-որ չափով։ Բայց միևնույն ժամանակ մյուս կողմից մտածում եմ խոսքի ես ու դու հիմա շփվում ենք, դու տեսնում ես ես ոնց եմ քո հետ շփվում։ Ինչ կարևոր է այդ դեպքում ես ինձ որ կատեգորիայի տակ կդնեմ, օրինակ, լավ, ես ասացի ես ինտրովերտ եմ, կամ ասացի էքստրավերտ եմ, մեր շփումը դրանից չի փոխվելու, չէ՞, դու արդեն ունես ինչ-որ զգացում մեր շփումից ու այ էդ է այն ինչ որ կա, այն ինչ որ դու զգում ես, էդ եմ ես, քո հետ ամեն դեպքում։ Այդ դեպքում արդյոք շատ կարևոր է, ոնց որ ինչ հատարես էլի մարդկանց այդ պատկերացումը, թե դու ոնցն ես առհասարակ ուրիշների հետ։ Միգուցե էլի ինչ որ կոնտրոլի զգացման բան կա այդտեղ, որ ոնց որ ես հիմիկվանից պատկերացնեմ քեզ բոլոր իրավիճակներում, որ իմ համար հանկարծ ոչ ման անակնկալ չլինի։ Չնայած որ էդ էլ իր մեջ իհարկե ոչ մի գարանտիա չունի, որտեղ մարդիկ մարդու շփման ձևը շատ կապված է մյուս մարդկանցից, թե ինչքանով իրան կոմֆորտ կլինի, ինչքանով է իր համար սովորական, ինչքանով անսովոր, ինչքանով հետաքրքիր եւ այլն եւ այլն։ Ու այդ պարագայում ոնց որ դաժե եթե ես հիմա ասեմ լյուբոյ գնահատական ինձ տամ, հա, օրինակ ինչ որ նոր ծանոթ մարդու հետ շփվում ենք ու ինքը ուզում է իմանա ես ինչ ձև եմ, ենթադրենք ասենք ես ոնց կարամ ինձ գնահատական տամ, էլի մեծ հաշվով ես գնահատականը կարամ տամ իմ փորձից ելնելով, թե ինչ գնահատական են ինձ տվել ուրիշները, որտեվ ես ինքս իմ համար անձնական գնահատական չունեմ։ Օրինակ ես խոսքի բռի եմ, թե ինչ որ նուրբ եմ, օրինակի համար ես կարամ խոսքի, то есть նենց չի լինի, էլի, որ ես ինձ համար եմ շատ նուրբ, բայց բոլորը ում հետ շփվել եմ ինձ համար են բռի ու ես շարունակեմ անվանել ինձ նուրբ։ Ոնց որ այդ ինչ որ բանը, որ կապված է ուրիշների հետ փոխազդեցության հետ ու այդ գնահատականն էլ կապված է իրանց էմոցիաների ու զգացածի հետ։ Դրա համար եթե ինձ հարցնեն թե ինչ ձևի եմ ես այդ փորձի վրա հիմնվելով ինչ որ հետևություն պետք է անեմ ու ասեմ խոսքի սենց եմ։ Խոսքի ասեմ ես ուրախ մարդ եմ ընդհանուր, որտեվ ասենք լիքը մարդկանց իմ հետ ուրախ է, ում հետ որ ես շփվել եմ, ես այդ հետևությունն եմ արել։ Ենթադրենք, հա, խոսքի մարդիկ շատ են ծիծաղել, ես հասկանում եմ, որ ուրախ է։ Հիմա բայց այս մարդը, որ ինձ հարցնում է, ինքը մենակ իր անձնական փորձի վրա կարա այդ հարցի պատասխանը ստանա։ Ես իրեն կարամ ասեմ ես ուրախ եմ, բայց ինքը նենց մարդ է լինի, ում հետ որ ես չկարանամ ուրախանալ։ Ու իր հետ ես չլնեմ ուրախ մարդ, ու ստացվեց, որ այդ հարց ու պատասխանը զրո իմաստ ուներ այդ պարագայում։ Նման հարցերը կոնկրետ ինձ հետաքրքիր են մենակ այն դեպքում, որ ես ուրիշին հարցնեմ դու սենց ես, թե նենց ես եւ այլն, ոչ թե իմ իրա հետ շփման համար, որ ես հասկանամ այս մարդը բարի է, թե չար է, ուրախ է, թե տխուր է կամ նման բան, այլ ինձ հետաքրքիր լինի իրա անձնական ընկալումը իրա, թե ինքը իրան ոնցն է համարում։ Նու ինչ որ չափով իրականում ես հակասում այն մտքին, որ ասում էի, որ դու ինքդ քեզ չես կարող գնահատական տալ, դու հիմնվում ես ուրիշների հետ շփման փորձի վրա։ Միգուցե 100%-ով չի, բայց ինչ որ չափով հաստատ շատ մեծ տոկոսով, ոչ մի ազդում է ուրիշների ընկալումը, թե ոնց են իրանք քեզ ընկալում։ Որտե ազդում է նրա վրա, թե ոնց ես դու ինքդ քեզ ընկալում, երևի, բայց լրիվ 100%-ով չի կախված ուրիշներից։ Все-таки դու ունես քո արժե համակարգը,
ու օրինակ դու քո արժեհամակարգի մեջ կարաս ասես դու բարի մարդ ես, թե չար, ենթադրենք, որտեվ այստեղ էլ մի քիչ ուրիշ բախ կա, որ կա դեպքեր, երբ որ քեզ մի ձև են ընկալում ու դու այդ ընդունում ես, որ քեզ տենց են ընկալում ու հասկանում ես, խի են տենց քեզ ընկալում, բայց դու բան չես, դրա հետ համաձայն չես, то есть իրանց արժեհամակարգում այդ տենց է, դու դրա հետ հաշտ ես, բայց քո արժեհամակարգում այդ պատասխանը ուրիշ է։ Ենթադրենք դու կարող ես ինչ-որ օգնող ես, չնեղացնող ես ու նման բաներ, ու դրա համար քեզ տալիս են գնահատականը, որ դու բարի ես, ենթադրենք։ Բայց նույն քո օգնող լինելը ու չնեղացնելը ուրիշներին կարա լինի ոչ թե քո բարությունից, այլ ենթադրենք քո ամաչկոտությունից։ Կարող որ դու չես կարող ասես չէ ու դրա համար միշտ օգնում ես, որ դու վախում ես քո մտքերը բարձրաձայնես ու դրա համար չես նեղացում, չնայած իրականում դու կուզեիր։ Դες եթե այդ կոմպլեքսները չլներ, դու լրիվ ուրիշ տպավորություն ես թողելու մարդկանց մոտ։ Դրա համար դու կարաս քո անձնական ընկալում ունենաս այդ հարցում։ Կամ միևնույն ժամանակ դու կարաս խոսքի քեզ համարես բարի մարդ, բայց լրիվ այլ պատճառներով։ Ինչ որ պատճառներով, որոնք հենց կոնկրետ քո արժեհամակարգի մեջ են ասոցացվում այդ երևույթի հետ։ Օրինակ հետաքրքիր է, որ մենք ամեն մեկս մեր ընկալումը ունենք, մեր ինչ որ ինքներս մեր էլի, որ ինչ որ գնահատական տանք մեզ բան, ու դա մեծ հաշվով ոնց որ մեր համար անենք, ոչ թե ուրիշների, որտեղ մեկը գիտես, որ ուրիշները քեզ ընկալելու են այնց ոնց ընկալեն, անկախ քո ընկալումից։ Ու երբ որ ուրիշն է քեզ փորձում ինչ որ բանի տակ դնի, կատեգորիայի տակ դնի, այդ հասկանալի է, թե ինչի է, ոնց որ ինքը ուզում է պարզեցնի, ուզում է հստակ ինչ որ պատասխաններ ունենան հարցերը, որ քո մասին պատկերացում ունենա, որ ենթադրենք հասկանա ինչի ես դու ընդունակ, ինչ սպասի քեզնից եւ այլն եւ այլն։ Ուղղակի պարզեցնում է ինչ որ բան։ Բայց հետաքրքիր է, որ մենք ինքներս մեզ ենք գնահատական տալիս։ Այդ ինչի համար ենք անում։ То есть այդտեղ մենք չեմ կարծում, որ ունենք կարիք ինչ որ բան պարզեցնելու կամ ուրիշների հետ ասոցացնելու, որ հասկանաս ինչ որ իրավիճակում ինչ սպասես եւ այլն, որտեվ դու sense tenants կամ գիտես քեզնից ինչ սպասես, կամ չգիտես, այդ գնահատականները քեզ չեն օգնելու։ То есть չես կարող դու քեզ համարես ենթադրենք հոգեպես ուժեղ ու հիշես մի հատ ուրիշ օրինակ ուրիշ մարդու, ում որ էլի տենց ես համարում, ու մտածես դե ինքը այն իրավիճակում իրան տենց պահեց, ուրեմն ես էլ ինձ տենց կպահեմ։ Դու անկախ այդ օրինակներից, անկախ այդ համեմատություններից ինչ որ պատկերացում ունես, թե դու քեզ ոնց կդրսևորես X իրավիճակում, ու նաև գիտակցում ես, որ մինչև այդ X իրավիճակը չլինի, դու այդ հարցի պատասխանը հստակ չես ստանա։ Բայց ուրիշի փորձի վրա հիմնվելով ինքդ քո մասին հետևություն դժվար թե կարողանաս անել, որտեղ դու առանց ինչ որ դետալների մեջ խորանալու էլ ուղղակի զգում ես ինքդ քեզ։ Ուրիշին ոնց որ ավելի փաստերով փորձում ես հասկանաս, պատկերացում կազմես, իսկ քեզ առանց այդ փաստերի դու պրոստը զգում ես ոնց կդրսևորես քեզ։ Բայց դա այդ գնահատական տալը երևի все-таки մարդկանց համար շատ կարևոր բան է, պրոստը որ օգնի պակասացնել ինչ որ հարցեր, որ ոնց որ մարդու հետ շփվելուց ավելի պարզ քեզ թվա, չնայած որ շատ է կյանքի փորձը ցույց տալիս, որ այդ քո լյուբոյ ունեցած կարծիք կարա ճշմարիտ չլինի։ Այդ դեպքում ստացվում է, այդ քեզ շատ բան չի տալիս, եթե դու գիտակցում ես, որ հավանական է, որ դու ոնց որ այս этаպում ուղղակի այս կարծիքն ես կազմել ես մարդու մասին, ու իրան շփվում ես դրան համապատասխան։ Բայց ինչ որ ժամանակ հետո բացահայտում ես, որ ինքը вообще ուրիշ ձև է, ու շփվում ես այդ նոր բացահայտածին համապատասխան։
բայց այդ դեպքում ստացվում է ինչքանով իմաստ կար այն առաջի դեպքում ձևավորել ինչ-որ շփման ինչ-որ կոնկրետ շփում ու կոնկրետ շփում ասելով ոչ թե նկատում եմ ինչ-որ կեղծ ինչ-որ մի բան, այլ ենթադրենք ինչ-որ զգուշություն կամ հակառակը ինչ-որ ավելի ազատություն, եթե հետո քո պատկերացմամբ ավելի լավ ես այդ մարդուն բացահայտում ու հասկանում ես, թե հիմա իրոք ոնց էր պետք իր հետ շփվել։ Ոնց որ դա ինչ-որ ինքնախապեյություն է ստացվում, էլի, որ այս պահին ուղղակի ես կշփվեմ սենց, որտեվ իմ ջոգելով ինքը սենց է։ Això երևի ամենա լավ, ոնց որ ամենաճիշտ տարբերակը, որի համար բավական ուժ եւ ինքնավստահություն է պահանջվում, այդ որ չձևավորես ոչ մի ինչ-որ շփման ձև կախված այդ մարդուց, այլ ուղղակի միշտ շփվես նենց ոնց դու ես զգում անկախ այդ մարդուց։ Ոնց որ դու էլի շփվում ես նենց ոնց դու կաս, բայց այդ մարդու ֆակտորը քեզ ինչ-որ չափով սահմանափակում կամ բացում կամ նման մի բան, բայց երևի ամենաարդար ինքդ քո հանդեպ էն է, որ դու պրոստը լինես ոնց որ դու քեզ ոչ որ չազդեն էլի մարդիկ քո շփման ձևի վրա, ոչ քեզ փակեն, ոչ ինչ-որ բաների մեջ սահմանափակեն, ու երևի այդ դեպքում ամենաճիշտ ֆիլտրացիան կլինի մարդկանց, որ դու պրոստը ներկայանաս նենց ոնց որ դու մենակով ես, ու եթե ինչ-որ բան մեկին դիսկոմֆորտ է, այդ մարդը ավտոմատ կհեռանա քո շրջապատից, եթե ինչ-որ բան հակառակը գրավում, այդ մարդը կձգտի քո հետ շփվի, բայց դրա համար երևի լիքը ներքին աշխատանք պետք է տանել, որ կարողանաս բավականաչափ թքած ունենաս, որտեվ դաժե այն մոմենտը չի, որ տիպը վախենաս մենակ մնալ, որ դու ներկանաս ոնց քեզ զգում ես, մարդիկ քեզ չընդունեն, հա, դու կարող ես դաժե արդեն իսկ ունես ինչ-որ շրջապատ ձևավորած, որտեղ քո հետ լրիվ օքեյ են, բայց ինչ-որ նոր շրջապատ մտնելուց դու մեկը քեզ այդ սահմանների մեջ զգաս ու դրա պատճառը այն չլինի, որ վախենաս մենակ մնաս, որտեղ դաժե եթե այդ շրջապատը քեզ չընդունի, դու արդեն ունես քո մարդիկ այնտեղ։ Ինձ թվում է այստեղ ավելի շատ բանը ինչ-որ կոմպլեքսներից է, ոչ թե այդ ձև վախերից, ու կոմպլեքսներ, որ քեզ սխալ կընկալեն ու միգուցե վախ կորցնել ճիշտ մարդկանց քեզ համապատասխան, բայց չէ, երևի դա չէ իրականում, որտեվ եթե վսյոտիկի քո մարդիկ են, այս պահին կարող է մի քայլ հետ գնան, բայց հաջորդ պահին քեզ կհասկանան ու երկու քայլ առաջ կգան, ավելի շուտ երևի վախ, որ քեզ ծաղրեն ու այդ ծաղրող մասան լինի մեծամասնություն, որտեվ եթե ինչ-որ մի շրջապատում դու քեզ վսյոտիկի կոմֆորտ զգաս ու ինչ-որ մեկը մենակ լինի, որ դու ջոգես, որ այդքան էլ քո մաստի չի, այտենց ավելի մեկ կլինի քեզ, բայց եթե կա այդ վախը, որ մեծամասնությունը կարող է այտենց բաննի, այդ դեպքում երևի արդեն հետ ես քաշվում, հեծա կարող է դաժե մենակ մեծամասնության դեպքում չէ, ու այդ ինձ թվում է ինչ-որ մանկությունում ձևավորված կոմպլեքսներից է գալիս, որտեղ որ պատկերացնենք օրինակ նույն դասարան, եթե օրինակ դու ունես շատ ընկերներ դասարանում, ու կա մի հոգի, որ քեզ այդքանը չի հավանում, քեզ երևի տենց մեկ է, բայց եթե ինչ-որ երեխա է, որ ավելի մենակ է իրան զգում, ոնց որ այդ մեծամասնության կողմից չընդունված լինելը, թեկուզ ինչ-որ պահի, դաժե չեմ ասում, որ օրինակ եթե նույնը դպրոցի օրինակն է, այդ երեխան սաղ դպրոցական տարիները տենց անցկացնի, դաժե եթե ինչ-որ մի հատ պահի
բոլորը համախմբվեն ու երես թեքեն, թեկուզ ոչ շատ տևական։ Ինձ թվում է փոքր ժամանակ այդ էմոցիաները այնքան վառ են, որ այնց ուժեղ կարա տպավորվի, որ հետագայում դու ենթագիտակցորեն սկսես խուսափել տենց բաներից։ Մանավանդ եթե երեխուց երես թեքեն ինչ որ անմեղ բանի համար, էլի, որ ինքը չհասկանա ինչ է ինչ արեց, որ տենց եղավ, կամ դաժե համարի, որ ինքը սաղ ճիշտ էր արևռոձի, հետագայում ինձ թվում է կարա այդ ինչ որ նստվածք թողի, որ մեծ տարիքում մարդը իր պարզ ինչ որ գործողությունների վրա վստահ չլինի, որտեվ միտեն նստած լինի, որ քո սովորական գործողությունը կարա այդ արձագանքին բերի։